Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Նանի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Մայիսի 28-ին նշվում է Հայաստանի առաջին հանրապետության օրը։ Այս նշանակալից տոնի առիթով վարչապետը նախագահի, ազգային ժողովի նախագահի եւ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Վարչապետն ուղերձ է եղել վստահեցնելով խաղաղությունը, անվտանգությունը դառնալու են Հայաստանի երկարաժամկետ ուղեկիցները։ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն է հայտարարել Բիշկեկում մեկնարկած ՀԱՎ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որին սակայն Հայաստանը կրկին չի մասնակցել։ ԱՄՆ պաշտպանության հետախուզական գործակալությունն էլ մտահոգություն է հայտնել վերջին տարիներին Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ։ Վերջին զեկույցն էլ ցույց է տալիս, որ Ռուսաստանին գրեթե հաջողվել է իր ազդեցության գոտի վերադարձնել Վրաստանը, իսկ Հայաստանը դեռ դիմադրում է։ Մինչև Հարավային Կովկասի ուժերի անբավարարությունը զգում ուժերի նոր դասավորության ծանրության ներքո, Հնդկաստանը եւ Հայաստանը խորացնում են պաշտպանական կապերը։ Այս մասին գրել է It Government-ը, հավելելով, որ Հայաստանը Հնդկաստանի համար դարձել է ոչ թե պարզապես գնորդ, այլ զինակից եղբայր։ Մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը գիտական, վերլուծական եւ հանրային շրջանակները համախմբվել էին բարձրաձայնելու պատմական ժառանգության հետևողական ոչնչացման դեմ պայքարի կարեւորությունը։ Մոսկվայի օդանավակայաններում այսօր կրկին հերթեր են, գրեթե 62 չվերթ հետաձգվել է, նույնքան չվերթ ընդհանրապես չեղարկվել։ Պատճառը Ուկրաինայի անօթաչուների, Մոսկվայի ու Մերձ Մոսկվայի մարզում գրոհն է։ Օրվա միջազգային անցուդարձը։ Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը։ 1918-ին այս օրը Ղարաքիլիսայում Բաշապարանում Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորներին հաջողվեց կենացմահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հերոսակների դեմ, կասեցնելով նրանց առաջխաղացումը։ Մայիսյան հաղթանակներով վերականգնվեց հայ ժողովրդի շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը։ Հանրապետության այս նշանակալից տոնի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Վարչապետը ուղերձ է եղել հանրապետության տոնի առթիվ, նշելով, որ խաղաղությունը եւ անվտանգությունը դառնալու են Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ ուղեկիցները։ Սարդարապատ, Բաշապարան, Ղարաքիլիսա, վայրեր, որտեղ 106 տարի առաջ գրվեց հայ ժողովրդի հերոսական պատմության նորեջը։ Մայիսյան հաղթական ճակատամարտերը ոչ միայն կանգնեցրին թուրքական զավթիչների առաջխաղացումը, այլև դարձան հայոց անկախ պետականության վերածննդի խարիսխը։ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Սա հայ ժողովրդի դարավոր պետականակերտ մտածողության հաղթանակն էր, ազատագրական պայքարի, կամքի եւ միասնության խորհրդանիշը։ Հանրապետության ստեղծումը համընկավ աշխարհաքաղաքական ամենաբարդ ժամանակաշրջանի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի ավերիչ հետևանքներ, հարևան ազգերի ագրեսիա եւ միաժամանակ փրկված հայրենիք։ Այսօր մայիսի 28-ին ամբողջ Հայաստանում եւ Սփյուռքում հնչում են հարգանքի եւ հպարտության խոսքեր։ Պաշտոնյաները, պատմաբանները, զինվորականներն ու սովորական քաղաքացիները մեկ անգամ եւս հիշեցնում են։ Առաջին հանրապետությունն իր սերունդներին փոխանցեց պետականության գաղափարն ու դրա պահպանման արժեքը։ Տոնական այսօրը Սարդարապատի հուշահամալիրում հայրենակիցներին շնորհավորելով հանրապետության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին նշեց. այսօր հանրապետությունն ու ժողովրդավարությունն իրողություն են, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունն իրողություն են, պետությունն իրողություն է եւ մենք պետք է գնահատենք եւ փայփայենք այս ձեռքբերումները։ Մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշներն որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով եւ կամ պետական աջակցությամբ։ Իրողություն թիվ 2 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս։ Հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքները իրագործված են, հայրենիքը գտնված իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։
2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով մեր նահատակների կյանքի գնով մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու եւ հարատև դարձնելու պատմական հնարավորություն ունենք, ասաց վարչապետն ու հավելեց. Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ։ Իրողություն թիվ 3. Վերջին 4.5 դարվա մեր պատմությունը, պատմական Հայաստանը մեզ մեկական հիմնական ուղերձ են հղում։ Մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ, սա մեջբերում է վերջին 450 տարվա մեր պատմության եւ պատմական Հայաստանի ուղերձից։ Սրանք են այն ուղերձները, որ պատմությունը եւ պատմական Հայաստանը հղում են մեզ, եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունը ըմբռնել եւ իրագործում է պատմական այս ուղերձը։ Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության եւ պատմության շարունակականության կարևորագույն պայմանն է։ Այս մասին էլ հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ուղերձում, մասնավորապես նշելով. Առաջին հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այդ արժեքներն ուղեկցեցին մեզ դեպի երրորդ հանրապետության ստեղծում, դարձնելով մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշատակի, այլև սերունդներին միավորող խորհրդանշական օր։ Ներկայում, ինչպես եւ 107 տարի առաջ, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ, անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ եւ իրատեսական մտածողության, հանրային համերաշխության եւ ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջոցով։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ տոնական իր ուղերձում ընդգծել է. մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար եւ ուժեղ պետություն։ Մեր սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված։ Սա է մեր հանձնառությունը, որը վստահաբար համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու։ Շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Տոնական միջոցառումներն ուղերձները եւս մեկ անգամ ընդգծում են, որ մենք այսօր պարզապես չենք նշում պատմական տարեթիվ։ Մենք վերստին զգում եւ ընդգծում ենք անկախության շունչը, գիտակցելով, որ այն ձեռք է բերվել թանկ գնով եւ փոխանցվել մեզ որպես պատասխանատվություն։ Լուսինե Գրիգորյան, Free News ազատ լուրեր։ Բիշկեքում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, մասնակցում են Բելարուսի, Ղազախստանի, Ղրղստանի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարները, նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղարը եւ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։ Մասնակիցները քննարկել են կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը, նաև մասնակից երկրների միջև ռազմական գործակցության արդիական հարցեր։ Չնայած Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի այս միջոցառմանը, սակայն անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Նա նաև հավելել է, Մոսկվան շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Բելոուսովի խոսքով արտատարածաշրջանային երկրներն ավելի ակտիվ են դառնում Հարավային Կովկասում, սակայն նրանց նպատակը ոչ թե անվտանգությունն ամրապնդելն է, այլ իրենց ազդեցությունը ընդլայնելը։ Միացյալ Նահանգների պաշտպանության հետախուզական գործակալությունն մտահոգություն է հայտնել վերջին տարիներին Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճի կապակցությամբ։ Գլոբալ սպառնալիքների վերաբերյալ գործակալության վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Ռուսաստանին գրեթե հաջողվել է իր ազդեցության գոտի վերադարձել Վրաստանը, հատկապես անցյալ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդանական ընտրություններից հետո, իսկ Հայաստանը դեռ դիմադրում է։ Ըստ հաղորդագրության Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններն անցյալ տարի մնացել են լարված եւ Հայաստանը զգուշացրել է ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին։
Փաստաթղթում նաև ասում է, որ Ռուսաստանը տեղեկատվական գործողություններ է իրականացրել վարկաբեկելու հայկական ժողովրդավարությունը եւ նրա առավել արևմտամետ ղեկավարությանը։ Զեկույցում Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ չկան։ Մինչև հարավային Կովկասը ուժերի անբավարարություն է զգում ուժերի նոր դասավորության ծանրության ներքո, Հնդկաստանը եւ Հայաստանը խորացնում են պաշտպանական կապերը հիմնված ընդհանուր արժեքների եւ փոխադարձ սպառնալիքների վրա։ Այս մասին գրել է Aid Government-ը, հավելելով, որ Հայաստանը Հնդկաստանի համար դարձել է ոչ թե պարզապես գնորդ, այլ զինակից եղբայր։ Նշվում է, որ վերջին 2 տարիներին Հայաստանը ներառվել է Հնդկաստանից զենք գնողների խոշոր եռյակում, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի կողքին, ինչը նշանավորվել է կտրուկ տեղաշարժ հնդկական պաշտպանական արտահանման ոլորտում։ Հայաստանի աշխարհագրական դիրքը նրան ավելին է դարձնում, քան պարզապես անվտանգության գծով գործընկերը։ Սա Հնդկաստանի կապերի ընդլայնման առումով կարևոր հանգույց է, քանի որ Ռուսաստանով Եվրոպա տանող ավանդական ցամաքային ուղիները խախտվել են Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով, իսկ ծովային ճանապարհները Կարմիր ծովով բախվել են անվտանգության սպառնալիքների։ Հնդկաստանն ուսումնասիրում է այլընտրանքային տրանսպորտային միջանցքներ։ Այսպիսով Հայաստանի հետ Հնդկաստանի միությունը ոչ միայն բարեկամական է կամ պաշտոնական գործակցություն է, այլև շատ կարևոր է առևտրի, լոգիստիկայի եւ տարածաշրջանային ազդեցության առումով։ Իսկ հա օկուպացված Արցախի Բերձորի շրջանում օդանավականի բացման արարողությունից հետո կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարների գագաթնաժողովը։ Ադրբեջանի նախագահն իր բացման խոսքում մեկ անգամ եւս իր ախտագիտությունը հայտնել Անկարային եւ Իսլամաբադին 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին ցուցաբերած քաղաքական ու բարոյական աջակցության համար։ Ալիևը հատուկ ընդգծել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի միջև ռազմական գործակցության կարևորությունը։ Պաշտպանական ոլորտում իրականացվող համատեղ քայլերը մեր գործընկերության կարևորագույն ուղղություններից մեկն է։ Համատեղ զորավարժությունները եւ ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող նախագծերը ամրապնդել են մեր բանակի ներուժը, հայտարարել է Ալիևը։ Մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը գիտական, վերլուծական եւ հանրային շրջանակները համախմբվել են բարձրաձայնելու պատմական ժառանգության հետևողական ոչնչացման դեմ պայքարի կարևորությունը։ Գարդման Շիրվան Նախիջևան համահայկական միության եւ Գեղարդ գիտավերլուծական կենտրոնի նախաձեռնած աշխատաժողովը եւս մեկ անգամ հիշեցրել է մշակութային արժեքների կորուստը պարզապես անցյալի խնդիր չէ, այլ ներկայի հրատապ մարտահրավեր։ Մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը Գարդման Շիրվան Նախիջևան համահայկական միությունը եւ Գեղարդ գիտավերլուծական կենտրոնը կազմակերպել էին աշխատաժողով, միավորելու գիտնականներին, վերլուծաբաններին եւ հանրային գործիչներին պատմական արդարությունը բարձրաձայնելու նպատակով։ Միջոցառման ընթացքում փաստերով ներկայացվել է Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում եւ Բաքվում հայերի քաղաքակրթական ժառանգությունը եւ դրա հետևողական ոչնչացման քաղաքականությունը ադրբեջանական իշխանությունների Հայերը Ադրբեջանի Հանրապետությունում իր ստեղծման առաջին օրվանից եւ սկսած եւ մինչ այդ էլ այդ տարածքներում մեծ ներդրում ունեն թե տնտեսության մեջ, մշակույթի մեջ, թե գիտության մեջ եւ ըստ էության մեծ ներդրում են ունեցել նաեւ Ադրբեջանի Հանրապետության ստեղծմանից հետո Ադրբեջանի Հանրապետության կառուցման եւ կայացման մեջ։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանում ոչնչացվում են հայկական եկեղեցիները, դամբարանները, ճարտարապետական կառույցները, իսկ ինչը չի ոչնչացվում, յուրացվում է։ Հայկական նավթարդյունաբերողները, ճարտարապետները, ինժեներները, որոնք կերտել են Բաքվի մի շարք խորհրդանշական շենքեր, ջնջվում են պաշտոնական հիշողությունից։ Պատմամշակութային ժառանգության ոչնչացումը կազմում է էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականության շատ հստակ մաս, որպեսզի հայկական հետքը Ադրբեջանի Հանրապետության տարածքում ջնջվի, որը որ ըստ որքան էլ որ եթե Ադրբեջանի մասշտաբով ֆիզիկական, տեխնիկական առումով Ադրբեջանի իշխանությունների մոտ ստացվում է, ապա միևնույն է պատմությունը ջնջելը այդքան էլ հեշտ բան չէ։ Հայերի քաղաքակրթական արմատների վերացումն Ադրբեջանի կողմից չի դադարել դարեր շարունակ։ Գեղարդ գիտավերլուծական կենտրոնի վերլուծաբան Գոր Մարգարյանն էլ շեշտել է, խնդիրը միայն անցյալի հետ կապ չունի, սա շարունակական քաղաքականություն է, ուղղված ինքնության վերացմանն ու պատմության կեղծմանը։ Այսօր երբեմն ադրբեջանցի հետազոտողներ, իշխանությունների պատվերով աշխատող վերլուծաբաններ, հետազոտողներ, այսպես կոչենք, նույնիսկ երբեմն անուշադրություն են ցուցաբերում եւ խոստովանում են, որ այո, դրանք հայկական են, այո, դրանց կառուցողները հայ ինժեներներ են եւ հետո ինչ հանկարծ ցինիկաբար սկսում են արդարանալ,
Սա ցինիզմի այլ կերպ չի կարելի անվանել, սկսում են արդարացնել, թե գիտեք ինչ, լեհերն են ինչ-որ շենքեր կառուցել Բաքվում, բայց լեհերի կառուցածի հետ հայկականը համեմատելի չէ։ Մարգարյանի մատնանշած վտանգը միայն պատմական խեղաթյուրում չէ, այն խորապես կապ ունի նաև միջազգային հանրության անտարբերության հետ։ Այն, ինչ տեղի է ունեցել տարիներ առաջ Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում եւ այլ տարածքներում, այսօր էլ իրականացվում է օկուպացված Արցախում։ Միջազգային հանրույթի բարեխիղճ եւ ազնիվ մի բավական ստվար հատված արդեն իսկ նմանօրինակ դեպքերին արձագանքել է եւ արձագանքել է կոշտ, նաև դրան նպաստել են մեր խնդրանքները, մեր դիմումները, այս հարցը բարձրաձայնելու եւ խոսելու սրա մասին, ցույց տալու, ինչի համար, որովհետեւ ադրբեջանցիները չէին խորշել անգամ նույն այդ գիտաժողովը քրիստոնեական իբրև թե ժառանգության կամ քրիստոնեության պատմության մասին Ադրբեջանում կազմակերպված չէին խորշել ադրբեջանցիները նույնիսկ եվրոպացի այնպիսի գիտնականների անուններ նշել, որոնք անգամ գիտաժողովին չէին մասնակցել։ Գարդման, Շիրվան, Նախիջևան համահայկական միության անդամ Միքայել Միքայելյանն էլ խոսել է ոչ միայն անցյալում հայերի կատարած ճարտարապետական ներդրումներից, այլև այն գործնական քայլերից, որոնք միությունն արդեն արել է բարձրաձայնելու խնդիրը միջազգային հարթակներում։ Մեր համահայկական միության նախագահ պարոն Գաբրիելյանը վերջերս Վիեննայում մասնակցում էր ԵԱԿ կողմից կազմակերպված կոնֆերանսին հենց այդ մարդկության վերաբերյալ եւ բարձրաձայնեց այնտեղ Ադրբեջանի վարած քաղաքականությունը մեր ԵԱԿ պատվիրակների ներկայությամբ ճիշտ է Ադրբեջանի պատվիրակությունը փորձեց խափանել, բայց չստացվեց իրենց մոտ որը շատ կարևոր մեր ձեռքբերումն է, որ մենք կարողացանք մեր ելույթը մինչև վերջ ունենալ։ Միքայելյանի խոսքով հայկական կողմի ներկայացրած փաստերն ու փաստաթղթերը հասել են մինչև ՄԱԿ, ինչից դժգոհել է ադրբեջանական կողմը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում մենք ներկայացրեցինք պատմամշակութային հետքը, հենց Բաքու քաղաքում հրավիրել էինք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին եւ մեծ թվով մարդիկ, մոտ 20 երկրից դեսպաններ, հյուպատոսներ եկել էին եւ մենք հենց փաստերով, նկարներով մենք իրենց ցույց ենք տվել Ադրբեջանի վայրագությունները։ Մի հետաքրքիր բան է, որ երբ մենք ազգային ժողովում կազմակերպեցինք միջոցառումը, ադրբեջանցիներն էլ իրենց միլի մեջլիսում փորձեցին կազմակերպել նմանատիպ ֆորմատով միջոցառում, բայց դե փաստ է, որ իրենք օրինակ ցույց են տվել մեր Կապույտ մզկիթը, Երևանի Կապույտ մզկիթը, պարսկական հարուստ ժառանգությունը ներկայացնելով որպես ադրբեջանական ժառանգություն, իրենք հրավիրել էին էլի դեսպաններին եւ ոչ մի պետության դեսպան չէր գնացել, անգամ հետաքրքիր որ ուշադրիր էինք, որ անգամ Թուրքիայի դեսպանը Ադրբեջանի չէր գնացել նայելու, իսկ Պարսկաստանի կողմից բողոքներ էր բարձրաձայնվել, որ մեր մշակութային ժառանգությունը փորձում ենք յուրացնել։ Աշխատաժողովին որպես հյուր մասնակցում էր նաեւ Երևանի ավականու անդամ Քրիստինե Վարդանյանը։ Ըստ նրա հայ ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը անկախ պետությունն է։ Վարդանյանի խոսքով պետություն չունենալու հետևանքով հայերն անցյալում ենթարկվել են ցեղասպանության եւ տեղահանումների, իսկ այսօր պարտավոր են պաշտպանել իրենց սրբավայրերը։ Վարդանյանը նաեւ ընդգծել է, որ միջազգային հանրության լռությունը նպաստում է այդ հանցագործությունների կրկնությանը։ Միայն ժամանակահատվածն է փոխվում, դարերն են փոխվում, բայց նույն ձեռագիրը մենք տեսնում ենք հիմա Արցախում։ Ես կարծում եմ, որ եւ պետական մակարդակով շատ բան է արվում եւ ընդհանուր հայ ժողովուրդը եւս պետք է ցանկացած վայրում որ երկրում էլ գտնվի, եթե փոքրիկ հնարավորություն ունի բարձրաձայնել, լսելի դարձնել, պետք է այդ շանսից օգտվի։ Հայաստանի առաջին հանրապետության օրը հիշեցնում է այն գնի մասին, որը մեր ժողովուրդը վճարել է պետականության համար։ Այս տոնը պարտավորեցնում է պաշտպանել ոչ միայն սահմանները, այլև պատմությունը, մշակույթը եւ ինքնությունը։ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, ոչնչացնելով պատմամշակութային արժեքներն այսօր արդեն Արցախում։ Իսկ մենք պարտավոր ենք բարձրաձայնել եւ փաստերով պաշտպանել մեր սրբազան ժառանգությունը։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Ինչպես արդեն հայտնել ենք, մեր նկարահանող խումբը այցելել էր Իրան, որտեղ իմ գործընկեր Այդա Կիրակոսյանը Թեհրանում բազմաթիվ զրույցներ է ունեցել իրանցի փորձագետների հետ, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու հատկապես հայ-իրանական երկխոսությանը։ Հայաստանն առանց Իրանի, Իրանն առանց Հայաստանի գոյություն ունենալ չեն կարող։ Այս միտքը կարմիր թելի պես անցնում է Այդա Կիրակոսյանի եւ Մոհամմադ Ռեզա Դամավանդի ամբողջ զրույցում։
Նա կովկասյան հարցերի փորձագետ է, նախկինում եղել է Իրան-Հայաստան բարեկամության միության ղեկավարը։ Ժամանակին դուք եղել եք հայ-իրանական բարեկամության միության ղեկավարը, հետաքրքիր է այդ ժամանակ, երբ դուք եք ղեկավարում, շփումները ինչ մակարդակի վրա էին եւ հիմա արդեն ինչ փոփոխություններ են եղել։ Հայաստանի անկախությունից ի վեր հայ-իրանական հարաբերությունները զարգացման մեծ փուլ են անցել։ Մեր միջև քաղաքական երկխոսությունը բավական բարձր մակարդակի վրա է։ Կարելի է ասել, մեր մյուս հարևանների հետ եղածից ամենաստացվածը։ Ցավոք նույնը չենք կարող ասել մյուս ոլորտների մասով, կողմերը թերացել են տնտեսական, մշակութային եւ հասարակական ոլորտներում գործակցության հետ կապված։ Մի օրինակ բերեմ. Հայաստանի ու Իրանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տասնամյակների ընթացքում կազմել է 100-200-300 միլիոն դոլար եւ միայն վերջին տարիներին հասել 700 միլիոնի, որը նույնպես գոհացուցիչ ցուցանիշ չէ։ Կա անհամեմատ մեծ պոտենցիալ, որը չի օգտագործվում։ Հայաստանն ու Իրանը նույն ոգին են երկու մարմնում։ Մենք ընդհանուր պատմական մեծ անցյալ ունենք։ Անհրաժեշտ է ներկայում եւս մեր հարաբերությունները սերտացնել։ Հայրը իրանցիների, իրանցիները հայրի մասին պիտի շատ ավելին իմանան, մենք միմյանց մասին միայն պատմական տեղեկություններ ունենք։ Ապրում ենք կողք կողքի, բայց քիչ ենք այցելում իրար։ Չնայած երկար բանակցություններից հետո չեղարկեցինք վիզային ռեժիմը, գոնե այս կերպ շփվելու հնարավորություն տալով մեր ժողովուրդներին։ Հետաքրքիր է ինչպես է գնահատում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը եւ կան ինչ-որ խնդրահարույց հարցեր ձեզ համար։ Մեր երկու երկրների շահերը գործվածք են, որում տարանջատում չկա։ Շահերն այնքան են համընկնում, որ երկու երկրները չեն էլ կարողանում միմյանց դեմ գործել։ Գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց կարծում եմ, որ Հայաստանն առանց Իրանի, Իրանն էլ առանց Հայաստանի գոյություն ունենալ չի կարող։ Միաժամանակ երկու երկրները հասկանում են միմյանց վարած արտաքին քաղաքականությունը։ Իրանը լավ հասկանում է Հայաստանի խնդիրները, արկա պայմանները եւ դրանցից բխող պահանջները։ Հայաստանն էլ Իրանի նկատմամբ նույն մոտեցումներն ունի։ Կարծում եմ երկու երկրները ցանկացած հարցում կարող են ընդհանուր հայտարարի գալ, այդ թվում տնտեսական։ Օրինակ Իրանը հետաքրքրված է սև ծով հասնել, Հայաստանն ուզում է մուտք գործել Պարսից ծոց, սա կարող է վերածվել միասնական աշխատանքի ներգրավելով շահագրգիռ այլ երկրների։ Հայաստանն ու Հնդկաստանը ցանկանում են ունենալ ցամաքային հաղորդակցուղիներ, որի ճանապարհը Իրանն է։ Մենք էլ ուզում ենք Հայաստանի եւ Հնդկաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Ստացվում է, կրկին շահերը համընկնում են։ Համատեղ աշխատանքով կարող ենք ամրապնդել երկուսի շահերը։ Մենք պետք է հավատանք իրար։ Արդյոք ձեզ մտահոգում է Հայաստանի դեպի Եվրամիություն գնալու գործընթացը։ شما در سخنرانیتون گفتین که هر دو کشور Ես չեմ կարծում, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարող են մտահոգել Իրանին, քանզի չեմ կարծում, որ Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կարող է ազդել Հայաստան-Իրան դարավոր բարեկամության վրա։ Ինչ որ առումով ընդհակառակը Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարող են դրական ազդել նաև Իրան-ԵՄ հարաբերությունների վրա, բայց սա շատ երկար գործընթաց է եւ չեմ կարծում, որ ժամանակն է դրա վրա կենտրոնանալու։ Բայց նաև պիտի հասկանանք, որ Ռուսաստանը հակազդելու է այս գործընթացին։ Բազմաթիվ անգամներ ՌԴ-ն ոչ ուղիղ, բայց դեմ է արտահայտվել Հայաստանի այս ցանկությանը, իսկ Իրանը Հայաստանի օգնությամբ փորձում է գնալ դեպի Եվրասիա։ Եվ եթե ռուսական սպառնալիքը իրականության վերածվի, ապա դա կարող է ազդել նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա։ Չնայած Հայաստանի ԵՄ-ին անդամակցությունը այսօրեական հարց չէ, սակայն պետք է նշեմ, որ երբևէ Հայաստան-ԵՄ գործակցությունը Իրանի դեմ քայլ չեմ համարել։ Շարունակում ենք թողարկումը Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները կհրապարակվեն մոտ ապագայում։ Այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով Կիևին ուղղված Մոսկվայի հիմնական նախապայմաններն անփոփոխ են։ Դրանցից մեկը Ուկրաինայում ռուսաց լեզվի կիրառումը սահմանափակող խտրական օրենքները չեղարկելն է։ Մոսկվայի առանցքային պահանջներից է շարունակում մնալ նաև Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։ Պատերազմի ավարտի հետ կապված Պուտինն էլ իր պայմաններ ունի։ Ինչպես գրել է Reuters-ը, վկայակոչելով ռուսական բարձրաստիճան աղբյուրին, Ռուսաստանի նախագահը արևմուտքից պահանջում է գրավոր բացառել Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ նախկին խորհրդային մյուս հանրապետությունների անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Իդեպ Մոսկվայի օդանավականներում այսօր կրկին հերթեր են, գրեթե 62 չվերթ հետաձգվել են, նույնքան չվերթ ընդհանրապես չեղարկվել։ Պատճառն ուկրաինական անօթաչուների Մոսկվայի եւ մերձ Մոսկվայի մարզում գրողն է։ Անօթաչու թռչող սարքերի թիրախում են հայտնվել նաև Զելենոգրադի եւ Դուբնայի ձեռնարկությունները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում ոչնչացրել են պաղեստինյան արամատական Համաս շարժման առաջնորդ Մուհամմեդ Սինվարին։ Ավելի վաղ մայիսի 13-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Խան Յունիսում գտնվող եվրոպական հիվանդանոցի տակ գտնվող ստորգետնյա շտաբին։ Հարձակման թիրախը եղել է Մուհամմեդ Սինվարը, որը ղեկավարել էր Համասը
Գազայի հատվածում եւ շարժման ռազմական թևը Ալ-Քասամ բրիգադները։ Միջազգային նստորությունները տեսաշարով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտարարելով, որ եթե իր վարած քաղաքականությունը չլիներ, Ռուսաստանը լուրջ խնդիրների կբախվեր։ Վլադիմիր Պուտինը չի հասկանում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանին բազմաթիվ վատ զարգացումներ կսպասվեին։ Ռուսաստանի համար շատ վատ կլիներ, ասել է Թրամփը։ Նա նաև հայտնել է, որ Պուտինը խելքը գցել է։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է Դոնալդ Թրամփի խոսքերին այն մասին, որ առանց նրա Ռուսաստանի հետ իսկապես վատ բաներ տեղի կունենային եւ որ Վլադիմիր Պուտինը գրակի հետ է խաղում։ Ինչ վերաբերում է Թրամփի այն խոսքերին, թե Պուտինը գրակի հետ է խաղում եւ վատ բաներ կկատարվեին Ռուսաստանի հետ, ես գիտեմ միայն մեկ իսկապես վատ բան՝ երրորդ համաշխարհային պատերազմը։ Հուսով եմ Թրամփը դա հասկանում է, ասել է նա։ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում։ Նա նշել է, որ փաստաթղթային աշխատանքների ավարտից հետո կանցկացվի Ուկրաինայի եւ Ռուսաստանի բանակցությունների եւս մեկ փուլ։ Հնարավոր է, որ այն տեղի ունենա Ժնևում։ Քելոգի խոսքով Ռուսաստանը չի ցանկացել խորհրդակցությունների նոր փուլն անցկացնել Վատիկանում։ Նա նաեւ հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը Ուկրաինայից ստացել է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման պայմանների ցանկը։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Թուրքիայի իր պաշտոնակից Հաքամ Ֆիդանին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ռուսաստանն այցն անվանել է արդյունավետ։ Ըստ նախարարի նախորդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ նա Ռուսաստանի առաջնորդին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ամենաանկեղծ ողջույնները, բարեմաղթանքները եւ կարեւոր ուղերձները։ Ֆիդանը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են չափազանց կառուցողական ուղղությամբ երկու երկրների առաջնորդների կողմից սահմանված ճանապարհով հասնելով դրված նպատակներին։ Լավրովն էլ նշել է, թե իրենք երկկողմ օրակարգում բազմաթիվ ծրագրեր ունեն, քննարկվող խնդիրները միտված են հաղթահարել այն խոչընդոտները, որոնք թշնամական պետությունները փորձում են ստեղծել մեր գործակցության համար։ Այդ ծրագրերին վիճակված չէ իրականանալ մեր առևտրային եւ ներդրումային գործակցությունը կայուն զարգանում է։ Այդ միտումը կշարունակվի, ասել է Լավրովը։ Օմանի միջնորդությամբ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև ընթացող միջուկային բանակցությունների ֆոնին երկօրյա այցով Մուսկաթ է մեկնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Մենք հույս ունենք երկխոսություն սկսել հասնելու ընդհանուր տեսակետի եւ ընդհանուր ձայնի տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանը նպաստելու հարցում։ Ուղևորությունից առաջ հայտարարել է Փեզեշքյանը։ Օմանի միջնորդական ջանքերի շնորհիվ ապրիլից ի վեր դիվանագիտական հարաբերություններ չունեցող Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունների 5 փուլ են անցկացրել։ Չնայած ուրբաթօրը Հռոմում կայացած վերջին հանդիպումն ավարտվել է առանց զգալի ընթացի, այդուհանդերձ ԱՄՆ նախագահը ողջունել է քննարկման արդյունքները։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամոթալի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համատեղ հայտարարությունը Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։ Ամոթալի հարձակում վրացի ժողովրդի եւ Վրաստանի պետության վրա նրա ազգային տոնի օրը, ասել է Պապուաշվիլին։ Ավելի վաղ 3 եվրոպական երկրների առաջնորդները շնորհավորել էին վրացի ժողովրդին անկախության օրվա կապակցությամբ եւ այդ առիթով հատուկ նամակում դատապարտել Վրաստանի իշխանությունների գործողությունները, որոնք ենթադրաբար ուղղված են քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների եւ ընդդիմախոսների դեմ։ Մակրոնը, Մերցը եւ Տուսկը կոչ են արել Վրաստանի իշխանություններին փոխել եվրոպական նորմերին հակասող օրենքները։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, տեսություն։